2022 թվականի սեպտեմբերի բախումներից հետո մի շարք գյուղեր դատարկվեցին։ Ասացին ժամանակավոր է, Շորժայի, Վայոց ձորի այդ սահմանապահ շրջանների գյուղերում կրկին վերադառնալու են մարդիկ ապրեն։ Վերադարձել են։ Չէ, ժողովուրդ ջան։ Իսկ սահմանամերձ գյուղերին սպառնում է դատարկում, եթե Նիկոլը նորից ընտրվի։ Ու խոսքը միայն անվտանգային խնդիրը չէ։ Այս մարդիկ փակել են բազմաթիվ դպրոցներ ու պլանի տակ են շատ դպրոցներ։ Սրանք գյուղերի դպրոցները փակում են ու մի քանի գյուղի համար մեկ դպրոց են սարքում։ Կամ եղածը պատրաստում են մի քանի գյուղի աշակերտներ ընդունելու։ Մարդիկ լքում են գյուղը երեխաների կրթության համար։ Աշոտսկում գյուղ էին ցույց տալիս օրերս, որ 60 տնից մնացել է ընդամենը 20-ը։ Շորժայում նույն իրավիճակն է, սպառնում է դատարկում, իսկ դատարկված սահմանամերձ գյուղը վաղ թե ուշ հանձնման ենթակա է։ Ամեն մեկը ձեզ հարց տվեք, ձեզ վրա այս 7-8 տարին ինչպես է անդրադարձել։ Ձեր անձնական կյանքում ինչ է եղել, ինչ է փոխվել, ձեր շրջապատում ինչից եք օգտվել, դեպի լավ ինչն է փոխվել։ Անցնող տարիներին մենք տեսել ենք հայոց լեզվի, պատմության վրա գրող, եկեղեցու վրա գրող, վերընտրվելու դեպքում վստահ եմ ձևականությունների մեջ չեն էլ ընկնի, գուցե արգելեն ու վերջ։ Սա եկեղեցու վրա գրոհում է, իսկ մզկիթ մտնում է ակնածանքով։